Խարդախները հանցաշխարհում առանձնանում են հարուստ բառապաշարով, ճկուն լեզվով ու հնարավորինս տրագիկ դիմախաղով։ Թորգո Մասոյանը այդ տրագիկներից մեկն էր, ում դերասանական որակները գնահատեցին հենց ոստիկանները։ 2013 թվականի մարտի 20-ին ժամը 14:20-ի սահմաններում Թումանյան 7 հասցեից ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկեցինք Թորգոմ Վարդանի Ասոյանին, որը հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեորի 178 հոդվածի առաջին մասով։ Վերջինս իրեն մտերիմ անձնավորություններից նրանց վստահությունը չարաշահելով եւ խաբեությամբ անձնագրերով ձեռք էր բերել նոթբուքեր եւ բջջային հեռախոսներ հետագայում վաճառելու նպատակով, սակայն ոչ մի բան չէր վճարել։ Ասոյանը սրտաճմլիկ մի սուտ էր հորինել, թե ծնողները հիվանդ են ու գումար է հարկավոր, հետո էլ անցել բուն գործին։ Հեռախոս ենք վերցրել, բանկից նոթբուք ենք վերցրել, որ պետքա տարաժամկետ ձևով մուծումներ արվեր ես։ Չմուծելու դեպքում բողոք են ներկայացրել։ Տեխնիկան գնելիս խոստանում էր մուծումներն անձամբ անել, բայց որոշ ժամանակ անց տուժողներին տարբեր բանկերից գրություններ էին գալիս, որ ապառիկի վճարման ժամկետն արդեն վաղուց անցել է։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ կենտրոնականի բաժնի աշխատակիցներին հասած օպերատիվ տվյալները թույլ տվեցին բացահայտել գործի մանրամասները, իսկ տխուր աչքերով հաջողակ Խարդախի գործողություններից տուժած անձանց խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին։ Ոստիկանության նոր-նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1959 թվականին ծնված Սամվել Առաքելի Հակոբյանը, որը մարտի 18-ին ժամը 16:30-ի սահմաններում դուրս է եկել Ավան Նարեկացի 40 շենքից եւ այլևս չի վերադարձել։ Սամվել Առաքելյանը ունի հիշողության կորուստ, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության նոր-նորքի կամ մոտակա բաժին։ Ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղի բնակիչ 1991 թվականին ծնված Կարեն Կարապետյանը, որը մարտի 16-ին ժամը 14-ի սահմաններում տնից դուրս է եկել եւ այլևս չի վերադարձել։ Ովքեր կարող են տեղեկություն հայտնել նրա գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի բաժին կամ զանգահարել 590605 եւ 0264 22002 հեռախոսահամարներով։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 դեպքից բացահայտվել է 1-ը, գողության 18 դեպքից 8-ը, խարդախության 10 դեպքից 9, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Արտաշատ քաղաքի բնակիչ Մանվել Պետրոսյանի տունը մարտի 18-ին կռիվ էր ընկել։ Առաջին դեպքը չէր, երբ նրա որդին խմում ու իրեն տիրապետել չէր կարողանում։ Աջ ու ձախ հայոյում էր, չմտածելով, որ հասցեատերը հարազատներն էին։ Իսկ մարտի 18-ի վեճը ավարտվեց նրանով, որ հայրը կացնով 2 անգամ հարվածեց որդու գլխին։ Կատարվածի մասին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ ստացան, եւ Մանվել Պետրոսյանը հայտնվեց ոստիկանությունում, որտեղ էլ մանրամասն հիշեց վեճի սկիզբը, ընթացքն ու ավարտը։ Սամվել Պետրոսյանի վնասվածքները բարեբախտաբար մահացու չէին։ Կատարվում է քննություն։